հայրենիք սկսում է մեր սահմաններից, մեր ընտանիքներից։ Հայրենիքի պաշտպանության գործը ինչ պետք է անենք, արտարը ոչ մի բան։ Նորմալ ասած, թող չանհանգստանան, փորձենք հասնենք իրենց էլ։ Կանգնած եմ ու կանգնելու եմ միշտ։ Իչափ ինչքան պետք է լինի։ Շատ անմիջական ա եղել, հենց անմիջական էր, մեծ ավելի շատ սիրում էր մեծերի հետ շփվել ոնց որ ինքը ավելի շատ հասուն, փոքրուց հասուն էր, քան երեխա մանկական էլի, մանկական իր մոտ բաներ չի եղել։ Ինքը հատ ընկերոջ համար ոնց որ իրան նվիրում էր տալիս էր։ Արայիկ Արարատի Էդիլյանը ծնվել է 1995 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Մանկությունից աչքի է ընկել իր բազմակողմանի ունակություններով։ Սովորել է Իջևանի թիվ 1 հիմնական, ապա ավագ դպրոցում։ Արայիկը այդ քորփա ժամանակ նորվեր բարուր ենք բերել, ընդեղից էր նկատում էր որ նա շատ ժիր, շատ կայուն երեխա էր։ Երբ ուրեմն սկսեց մի քիչ մեծանալ, ես աշխատում էի, իմ հետևից 5 տարեկան էր։ Բաներ բերում պերեդաչի, որ տատիկը ընդեղ ուտի։ Բերում էր տրանտակին տապեր անում, թաքուն ցույց էր տալի, պահամ։ Աշխատողնից ասում են թորնիկդ քեզ համար պերեդաչա բերեմ։ Արայիկ ջան, դե բերերի։ Հա, նա բերում էր։ Իր հետ պետք է նստեցնեի, մարդավարի կնստեր, կուլտուրական։ Հա, այդքան հասակի մեջ նկատում էր նրա ժիրությունը, նրա ջերմությունը, հոգատար, մարդկային, այդ երեխեն առանձնահատուկ էր։ Որ ուզում ենք ինքը մանկապարտեզ էր գնում, դե մենակ էր շատ ժամանակ սիրում։ Ասենք շատ ժամանակ ասում է թող ոնց որ ուղեկցենք էլի կյանք հետ, ասում էր չէ, ես մենակ գնամ, ինքը եկետեն մենք արդեն ինքը չկա տանը չի, առավոտ շուտ դեր մենք արդեն ինքը մանկապարտեզում է։ Երաժշտության նկատմամբ սերը նրան տարել է երաժշտական դպրոց, որտեղ նվագել է տարբեր երաժշտական գործիքներ։ Սակայն Արայիկը միայն արվեստասեր չէր։ Նա մեծ սիրով զբաղվել է նաև սպորտով, ըմբշամարտով, քիքբոքսինգով։ Մանկուց շատ ժիր է եղել, ասենք իր մոտ մանկուց երաժշտությունը միշտ էլ եղել է, սիրել է նվագելը, դաշնամուր ավելի շատ, դու շվի էր սիրում փողային։ Նվագել էր շվի դպրոց է հաճախել, լա դպրոց էլ չէր գնում, առաջ դասարան չէր գնում, բայց ինքը շվի էր դասներին մասնակցում էր այստեղ մեր Իջևան։ Ամեն անգամ այս Արայիկս, որ արդեն մեծացել էր, նվագը պանը ինքն էր, մեր տան երաժշտությունը պակասվել չի, ցավդ տանեմ։ Իրա պապան Արարատն էր նվագողը երաժիշտ էր, տոչնիկը վերցրել էր այդ բոլորը։ Շվի էր նվագում շատ ժամանակ թռչունների ձայներն է ծլվելում հանում Արայիկը։ Հիանում էինք, հա, ու միշտ մեր տան ուրախությունը նայալ էր։ Արարատը ճիշտ է, երաժիշտ էր, բայց մեր տանն այնքան չէր նվագում։ Բայց ինքը դաշնամուրներ, շվիներ, դուդուկներ, նվագում էր, որ թորանուց ծնունդն էր լինում, մեր տանը մի մեծ երաժշտություն էր, քեֆ ու ելաջաղ, ոնց են ասում, բոլորս ուրախանում էինք։ Համասան էր ընդունվել, սովորում էր տնտեսագիտական բաժինը, բայց երաժշտությունն էր իր մեջ շատ ինքը էր ուզում, բայց ոնց որ ժամանակի, որ չտեղավորվեց բանակը, մի քիչ խանգարեց, մի քիչ բան, ինքը ստեղ տնտեսագիտական իր ուժերով ընդունվեց, սովորեց, հետո բանա գնաց։ Կյանքի հանդեպ այս նվիրվածությունն ու ճկունությունը փոխանցվել են նաև ծառայության ընթացքում։ Արայիկը գերազանց է կատարել իր պարտականությունները հրետանային դիվիզիոնում։ Արայիկի հետ 15 թե 16 թվականից ենք սկսել շփվելը եւ մի քանի ամիս հետո սկսել ենք ընկերություն անել։ Դեռ ծառայում ենք Կրևոյի զորամասում։
Սկզբից ինքը սովորական դիվիզիոնի վարպետի կարգավիճակով էր։ Ինքը սովորական իր ծառայական պարտականությունները կատարում էր, իր առաջ դրած խնդիրը կատարում էր։ Էդիլյան Արայիկին ճանաչել եմ ծառայության բերումով։ Շատ քիչ ժամանակ ենք ունեցել ծառայության մեջ շփվելու, որովհետև հիմնական մեր աշխատանքը ծառայության ամենքս մեր պարտականություններով, Արայիկը իր պարտականությունների մեջ կարելի ասած գերազանց էր։ Առօրյա ծառայություն, դրանից հետո պատիվ եմ ունեցել Արայիկի հետ մարտական գործողությունների մասնակցել։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն արդեն ընթանում էր, Արայիկը առանց երկմտելու մեկնել է Արցախ, միացել Մատաղիսի պաշտպանությանը։ Պատերազմի դաշտում նա արագ յուրացրել է հրետանավորի հմտությունները, կռվել հավասար, ոչ միայն իր, այլև սպաների գործը կատարելով։ Մենք չհասկացանք այդ պատերազմը ոնց սկսվեց ու ինչ ձևով էր ծավալված, ինչ կլինի։ Բացի այդ արամս Ղարաբաղը ծառայել, նենց մի փոքր ինքներ էր մասնակցել են իրանք էլ։ Մենք այդ պատերազմը մեզ չփոթեցնեց 16 թվին, որ ինքը արդեն որոշել էր, որ պետք է գնա։ Մեզ լատարտեն չէր ասել, քնապարկեր էր բերել, մեծ քանակով։ Որ ասացինք, ինչ ես կամ ասես մենակ ես չեմ։ Էլի չենք հենց կողմնորոշում, որ մենք մեր երեխեն ինչ ուզում էր քիմեր, մենք էլ էինք ուզում մեր հայրենիքի համար, բայց 20 թվին մարտական գործողությունները, երբ որ սկսվեց լրիվս գնացինք Մադաղիսի շրջան, ու Արայիկը մինչև մարտական գործողությունների շրջան հասնել իրան ուրույն ձև էր դրսել, որը մնդեվը լրիվ փոխվեց, ինքը 170 շրջան փոխվեց ու ինքը տեխնիկի կարգավիճակը մեր դիվիզիոնի, բայց շատ սպաներից առավել դուխով ու կազմակերպված սկսեց խնդիր կատարել ինքը։ Ինքը իր հետ իսպաների, ինքը Արմենի հետ է եղել ժամանակ Սահակյան Արմենի, մեր մյուս ողորմածի ընկերոջ հետ է եղել։ Արմենի կողքին տղամարդու պես կանգնած անձնակազմին դուխ էր տալիս, խնդիր էր կատարում, ամեն օր մենք հեռախոսով կապի մեջ ենք եղել իրար հետ։ Անդադ խոսացել ենք իրար հետ։ Թե սնարդ դատարկելուց, թե լիսկավորելուց, թե խնդիր կատարելուց, թե անձնակազմի բարոյքեբանական վիճակի բարձրացման հարցերում առաջի տեղ կանգնած, մարդկոցին անտարի կողքին կանգնած, հրամանատարի պես խնդիր է կատարել Արայիկը։ Հականատեսները հիշում են նրան որպես մարտիկ, որը ոչ միայն պայքարում էր, այլև երգում, պահելով զորքի մարտական ոգին։ Մարտական գործողությունների ժամանակ Արայիկի մի օր հանդիպեցինք, նենց այդ հնարավորությունը չկար, որ ամեն պահի կարողանաս հանդիպես, ու որ հանդիպեցինք, նենց տպավորություններ Արայիկը ոնց որ մարտի դաշտում չլներ, ինքը ուրախ, զվարթ, երգելով, ինքը ուներ տաղանդ ուներ երգելու, դաժե ժամանակ երգում էր ինքը, ու նույնիսկ մարտի ժամանակ, որ ինքը վիրավորվել է, տղերք պատգարակի վրա տանելու ժամանակ ինքը երգելով գնացել է մինչև շտապօգնության մեքենան։ Հավարմուտ գիշերեր հայոց աշխարհում Ջան Արայիկը զինվորը մթին քայլում են երգում Սովետ տանեմ իսկ մայրարթում մոմեր էր վարում Որթու վերադարձին լալիս աղոթում Մարտական գործողությունների չեմ կարող կոնկրետ օրը հիշեմ շրջանում իր բարեկամներից, ընկերներից զոհ եղավ ստե Իջևանում ու հարց կար, որ ինքը պետք է գար այդ արարողություններին տխուր մասնակցել նորից հետ գար, հետ չեկավ ինքը։ Լացելով զանգեց ինձ, ես գիտեմ, որ գնացին դե կարող ինչ թողան հետ գամ։ Ստե եկել ենք իրար հետ ենք գնալու իրար հետ։ Տղամարդու պես, իսկական հայ տղամարդու պես, իսկական հայորդու պես ինքը հնդե խնդիր է կատարել։ Հնդե կար մի թշնամի, սաղս պայքարում ենք այդ մի թշնամու դեմ ու ցանկացածը ով որ ինչ հնարավորություն ուներ, այդ ժամանակ կարևոր չէր ում վրա ինչ պարտականություն է դրված։
իր հնարավորություններից դուրս կոնկրետ մեկ Արայիկը ինչ կարեցել է, ինչով կարեցել է, թե սնունդ մատակարելով, դե երեխեքի մոտ Արայիկին շատերը հիշում են սնիկերս բաժանելով, որ մեկի տրամադրությունը մի քիչ լավը չէր, ինքը տանում էր սնիկերս էր բաժանում երեխեքին, դուխ տալիս, դուխով, տղեկ ջան, երգում, անընդհատ ուրախ պահում հանձնակազմին ու բարոյքեբանական վիճակը բարձր պահել դա շատ կարևոր հարց է։ Դուխը մարդի դաշտում շատ կարևոր հարց է։ Հոկտեմբերի 13-ին Արայիկ Էդիլյանն անմահացավ, հավերժ դառնալով մեր ժողովրդի հերոս զավակներից մեկը։ Տենամ ժամը 7-ին զանգել, ամսի 12-ին, որ 13-ին ինքը զոհվելի։ 12-ի վերջուց ալո ասեցի հաջան, էտովա, տա ջան չես ճանաչում ովա դե Ղարաբաղի դենը ստեղ միջև, հա, թե ուի ասեցի ցավդ տանեմ, Արայիկ ջան դու ես, բայց քիչ չեմ ճանաչում, ոնց է ցավդ տանեմ, ամեն ինչ լավ է տա ջան, ամեն ինչ։ Մերնեմ կյանքի ծնունդ, բան, ամեն ինչ տալիս էր։ Հələ ես եմ բաժանում սինիկերսին զինվորների մեջին։ Հա, վերջ դե ամեն ինչ ասեցի, դե ես շատ շիտ բաղեցրեմ, եկուտ կզանգեմ ցավդ տանեմ, նույնց ազատ կլես կխոսեմ։ Էքսի օրը զանգեցի ցավդ տանեմ, իր պատասխան չկա։ Դու միացել թե ոտքերը վիրավորվել է, խաբար եկա, որ մի ոտը շատ է վիրավորված, մեկը քիչ է վիրավորված։ Ու սկորի պոմոշը այդ 03 վերջը բերբեր որ նստի երեխես, էլի զինվոր ալի մոտը։ Ասма էժկուտը արտուր պահի ես իմ ոտո մատովս կպահեմ։ Այդ ձևի լուրերը շատ ճիշտ բանա։ Ես իրանից գիտեմ, որ դա այդպես է պետք է լիներ։ Քշում են քնում դե արդեն անօթաչուն բանա տալիս է երեխուս արդեն շունչը վրին, բժիշկը 3 տարի առաջ, անցել է 3 տարի, նա խոսում է Արայիկիցը, ասում է անբնական էր խոսում երիտասարդը ու ամբողջը բեկորներով լիքներ մարմինը։ Անցնում քշում են գնում, երևի օգնություն չկա, ինչ դե արդեն տեսնում է վիճակն է դա, 12 վայրկյանից ասում է լսեցի երիտասարդը չկա։ Էդիլյան Արայիկ Արարատի Քաջիմը ավընկել է հայրենիքի ազատության եւ անկախության համար մղված մարդու։ Շարքային Էդիլյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։